Գազպրոմ Արմենիա ընկերությունն իր շենքում ծաղիկներ, բույսեր աճեցնելու, ինչպես նաև պատերից նկարներ կախելու նպատակով ծախսերը ներառել է սպառողներին վաճառվող գազի սակագնի մեջ։ Ազգային ժողովում գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունից մեջբերեց Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Կարող է ձեռնարկություն ուզում, որ միջանցքում Վան Գոգի նկարը կախած լինի կամ Պիկասոյի նկարը կախած լինի, այդ չի նշանակում, որ սպառողը պիտի դրա համար վճարի։ Չկա ընդհանրապես, ինքը որևէ մեկ ծախս, որը չկա եթե։ Վարդան Այվազյանի պատասխանը զարմացրեց պարոն Փաշինյանին, նա կրկին ընթերցեց հաշվետվության համապատասխան տողը։ Հիմա դստեղ գրել եք ներառում, պատասխանելից ասում եք չի ներառում։ Ես չեմ հասկանում, չեք կարդացել զեկույցը հանձնաժողովի։ Այո, հիմա ասում եմ, էսի կատուն, էսի միսը։ Հիմա նախդը թողած ինչու՞ս ընկենից է, տղտին ես հավատում, դե ինձ ես հավատում։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ ընդհանրապես չպետք է քննարկել այս հաշվետվությունը։ Այն փաստաթուղթը, որ այստեղ ներկայացված է, դա այլ կերպ գնահատել, քան կեղծիք հնարավոր չէ։ Այս փաստաթուղթը ձեր սրտով չի լինի, որովհետև քո ադաբրենիան չկա։ Հայ ազգային կոնգրեսի մեկ այլ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հաշվետվությունը գնահատեց միջինից ցածր, քանի որ դրանից գործողություններ չեն բխում։ Չի վերլուծված ներդրումները։ Ո՞նց է պատահում, որ Գազպրոմի մենեջերը թեկուզ եւ լավ աշխատավարձ ստանում, այսօր ներկայանում է որպես օլիգարխ։ Մենք սա ռազմիլա տարել ենք։ Այդ որ ասում ենք գնանք ծախսերը նայենք։ Դե այս մարտիկ այս ծախսերը որտեղ են ներդրել, մրցույթները ինչպես է կատարվել, կոնկրետ ո՞նց է արել։ Բացի հանրապետականից մնացած ասացին, որ մենք չենք ցանկանում շարունակի հանձնաժողովի աշխատանքը։ Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվության քննարկումը կշարունակվի առավոտյան։